Բևեռը միջև բևեռ դառնալը տարբեր շարժումներով, տարբեր անվանումներով։ Հոգեկերտ վարձկը vibe-ն է։ Սկսած նախախորհրդարան, հիմնադիր խորհրդարան։ Իսկ ինչպես եք վերաբերվում կապիտուլյացիա բառին։ Ազգայնական կամ ազգայնամոլությունը դրանք տարբեր հասկացողություններ են։ Գևորգ Կարապետյանի երազանքի երկիրը դիկտատուրան է։ Անցնենք հաջորդ հարցին։ Սիրելի երիտասարդներ, ձեր ապագան պիտի որոշեն նրանք, ովքեր ձախողել են եւ ձեր անցյալը եւ ձեր ներկան։ Բարձրագույն կրթությամբ մարդիկ գիտեն, որ ոնց որ իրանց նվեր են տվել այդ կամ գտել են փողոցում այդ դիպլոմը։ Պետությունները դրանք սառը մեխանիզմներ են, չունեն զգացմունք եւ առաջնորդվում են մենակ շահերով։ Հայկական քաղաքական դաշտը այսօր մեր մոլորակի պես բաժանված է 4 տարբեր բևեռների։ Իսկ երիտասարդները չեն կողմնորոշվում, թե որ բևեռի ուղղությամբ գնան։ Բայց եթե դուք դպրոցում աշխարհագրություն սովորեք, կիմանաք, որ բևեռներ երկուսն են։ Արենայում այսօր ազգային ժողովրդավարական բևեռի падգամավորի տեխնացու Գևորգ Կարապետյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ամեն էպոս կամ պատմություն սկսելուց ներկայացվում են իր գլխավոր կերպարները։ Ներկայացնենք այսօր ձեզ, պարոն Կարապետյան, ուր դու տղա եք։ Մարտունի, քաղաք Մարտունի։ Քանի որ նոր ալիքի հետևորդների երիտասարդ են ու գրեթե ընդհանրապես քաղաքականությունից գլուխ չեն հանում, կպատմեք ձեր մասին, ձեր քաղաքական ուժի, ինչի մասին է բևեռը։ Դե որ մեր երիտասարդները այդքան քաղաքականացված չեն, բևեռը ստեղծվել է որպես ազգային մտածողությամբ, ազգային գաղափարախոսությամբ կուսակցությունների եւ անհատների միավորման, այսպես հարթակ։ Այսինքն վերկուսակցական, այսինքն ոչ թե միակուսակցական մեկ ղեկավարով, չգիտեմ ոնց եք պատկերացնում, դասական կուսակցությունները, եթե ոչ մի ձև, այսպես ասեմ, բևեռում բոլորը հավասար ձայներ ունեն։ Մեր մոտ քննարկումները տեղի են ունենում, կարելի ասել, ոնց որ շատ բուռն մեկի ասածը բոլորը չեն ծափահարում, այսինքն այդ հակադրվելն ու մնացած կարծիքները, տարբերակներ առաջարկելը մեր մոտ ավանդույթ է ձևավորվել եւ հենց այդպես էլ կա։ Հենց մեր առաջադրվել է հենց այդ առաջի տասնյակում, նաեւ հենց դա է մատնանշում, որ մեր մոտ սերնդափոխություն էլ կա, մեր մոտ երիտասարդներն էլ են տիրապետում գաղափարին։ Իսկ մնացած որ խորանանք ինքը շատ բարդ առաջարկներով, որ երիտասարդներին չձանձրացնենք, իսկ որ երիտասարդներին չձանձրացնենք։ Օրինակ, ինչ մեկ բան կասեք, որը կձգի երիտասարդին ու կգրավի, որովհետև երբ խոսում ենք ազգային արժեքների մասին, երիտասարդի համար ժամանակակից այդքան էլ մեղմ ասած հասկանալի չէ, ընկալելի չէ, որոնք են այդ արժեքները։ Տեսեք, այն համակարգի դեմ, որ բևեռը միջև բևեռ դառնալը տարբեր շարժումներով, տարբեր անվանումներով, սկսած նախախորհրդարան, հիմնադիր խորհրդարան, այդպիսի շարժումներ են եղել 15 տարի առաջ, 10 տարի առաջ եղել է Սասնա ծռերը, հետո Սասնա ծռեր կուսակցություն։ Մի խոսքով այդ շարժումների ընթացքում համակարգի դեմ պայքարելու ընթացքում սովորել է մի բան, որ այս համակարգը մեր մանավանդ երիտասարդներին վերածել է, այսինքն նյութական նյութապաշտությամբ տարված Այդ ինչ դժվար բառեր են, պարոն Կարապետյան, նյութապաշտ։ Բայց լավ, այսպես ասեմ, իրենց մի հատ պատմական ակնարկ անենք, հայոց պատմության ակունքներից գանք, սկզբում հայկն էր, ով հաջողացրեց ընդամենը մի նետով սպանել Բելին, իրանից հետո Սասնա ծռերն էին, բայց ձեր քաղաքական ուժը, ձեր քաղաքական միավորը սկսվեց Սասնա ծռերից, հետո դարձավ Բևեռ, որի խորհրդանիշը հայկն է, ու ըստ տրամաբանական հաջորդականության հաջորդը Նոյան տապանը կլինի, բայց ցավոք սրտի Նոյան տապանը արդեն զբաղված է։ Ձեր քայլերը։ Տեսեք, Սասնա ծռերը ինքը խորհրդանշական էր, քանի որ մեր ամբողջ հայկականության մեր հոգեկերտվածքը երիտասարդական լեզվով ոնց կլինի, ոնց կթարգմանեք։ Հոգեկերտվածքը vibe-ն է,
հոգեկերտվածք, vibe-ը։ Մեր ձևը, որովհետև Ձեր ձևը? մասնագետներ կան, չէ, Մեր ձևն էլ է զբաղված։ հայկականության ձևը, այսինքն հիմա շատ բառեր կան, որ կարծես թե հեղինակային իրավունքով զբաղեցրել են, բայց կփորձենք անվանումներ տալ, որը որ դրան չի վերաբերվում, կոնկրետ կուսակցություններին, շարժումներին չանվանարկելով։ Շատ մասնագետներ կան, էպոսագետներ կան, քննարկողներ կան, մտավորականներ կան, որ սկսում են բացել այդ ճակերտները Սասնածռեր էպոսի եւ ես ձեզ մի դրվագ ասեմ, որ ամենահայտնին, որ երիտասարդներից ովքեր էլ որ չեն կարդացել ամբողջությամբ Սասնածռերը, բայց այդ դրվագին տիրապետում են լիարժեք, ես համոզված եմ, Դավիթը, որ հաղթեց Մսրա Մելիքին, ինչ արեց Մելիքի զորքի հետ, չտարավ, չէ՞, ստրկության եւ գերության մեջ, հա, ինքը ներեց, ասեց, էլ չփորձեք, չէ, այսպես պարզ լեզվով բացատրած, էլ չփորձեք զորքով, չգիտեմ, զենքով գաք, թե չէ Քուրիկ Ջալալին, Թուրքեծակին, մի խոսքով այս ձևակերպումներով, այսինքն այն մեր վերաբերմունքը հաղթվածի նկատմամբ, այսինքն հայի վերաբերմունքը հաղթվածի, պարտվածի նկատմամբ մենք իրավահավասար վերաբերմունք ունենք, այսինքն մենք հաղթելուց հետո չենք փորձում այդ մարդուն ստորացնել կամ ստրկացնել մինչև վերջին վայրկյան, այսինքն ասպետական վերաբերմունք ունենք, որը որ բնորոշ է հայերին, տեսեք, նույնիսկ պատերազմների դեպքում մենք գիտենք, որ բազմաթիվ պատերազմական հանցագործություններ կան։ Պատերազմներից կխոսանք, որովհետև մի տեսակ։ Չէ, մեր վերաբերմունք, այսինքն մեր տեսակը, հայի տեսակը հենց բնութագրում է, ամենալավ բնութագրիչը հենց Սասնածռեր էպոսի մեջն է։ Այնտեղ Սրան Վերգոյինն էլ կա, որ այսինքն վախկոտների տեսակն է, շատ լավ մատնանշում, Ձենով Օհանինը, որ միշտ բարձրաձայնում է։ Իսկ Հայկը ինչու սպանեց Բելին։ Հնարավոր չէր պայմանավորվել, խաղաղության գործընթաց, խոսել, օրակարգ բան, այդպես բաներ չկար։ Հենց Հայկի դերը, մեր ազգի նահապետը, հիմնադիրը, Հայկը նախ եկեք ընդունենք, որ ապստամբ էր։ Ինքը Բելի դեմ ապստամբեց եւ իր տոհմով չմնաց Բելի ստրկության տակ եւ դուրս եկավ այդ ստրկությունից, այդ տիրապետությունից, Հայկը նաեւ այդ հսկաներից մեկն էր, չէ՞ որ Բաբելոնը body shaming է կանում։ Հիմի Հայկի դերը մեր ազգային հիմքում շատ ամուր է դրված, մենք մեր ազգային պատկանելությունն էլ, ազգի անունն էլ են, հայ ենք մենք կոչվում, այսինքն Հայկի զավակներն ենք մենք։ Բայց որպեսզի գրականության դասի չվերածվի, եկեք փորձենք ավելի ժամանցային, փորձենք ավելի, հա։ Ուրեմն ձեր հարցերն էլ ավելի ժամանցային ձևակերպեք, որպեսզի դե տեսեք, քանի որ համ Սասնածռերը, համ Հայկի կերպարը մեր որպես ազգի նահապետ, հա, առասպել, իրանք բավականին լուրջ թեմաներ են, ինձ թվում է մենք ավելի անցնենք երևի ուրիշ ձևակերպման, որտեվ լուրջ թեմաներին պետքա լուրջ պատասխանել, որտեվ լուրջը, եթե սկսենք անլրջացնել, կնշանակի, որ մենք էլ անլրջացրեցինք այդ լուրջ թեմաները, քանի որ իրանք բավականին մեծ դեր ունեն հենց մեր ինքնության հետ։ Ինձ թվում է process-ը անլրջացնողներ կան, հա, մենք կարող ենք անցնել մեր հարցերին։ Ձեր կարգախոսն է հավատ, հայրենիք, ինքնիշխանություն։ Լուսավոր Հայաստանի վահանի վրա են պատկերված այդ խորհրդանշող պատկերները։ Կարող է միավորվեք մենք մի կուսակցությունով պակաս մտապահենք։ Տեսեք, քանի որ երիտասարդները այդքան չգիտեն Բևեռի մասին, ստիպված եմ նորից կրկնել, մենք այն կուսակցություններից չենք, որ մենակ ընտրությունների ժամանակ գալիս ենք, տես ճոխ-ճոխ ոսկե սարեր խոստանալով, եթե նկատել եք, մենք չենք շրջում ինչ որ
գյուղերում կոմբայն խոստանանք, տրակտորներ, կաթի մթերումներ, չգիտեմ, գյուղմթերքի մթերումներ, ինչ-որ խոստումներ, որը Համապատասխան խոստումներ։ Հա, համապատասխան խոստումներ, բայց եկեք խոստովանենք նաև, որ այս մեր նոր անկախ ժամանակաշրջանում Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, որ իշխանության անցած կամ խորհրդարան անցած ուժերը կատարել են իրենց խոստումները ու չի եղել դեպք, որ չկատարելու արդյունքում նաև պատժվել են։ Այսինքն սուտ խոսելը դարձել է ոնց որ բնավորության կամ այսպես ասած վատ ավանդույթի վերածված մի բան, էլի, այսինքն գան խոստանան ականջահաճո հայտարարություններ անեն, իսկ լուսավոր Հայաստանի Վահանի վրա ինչ է նշված, ճիշտ ասած չեմ ուսումնասիրել։ Մեսրոպ Մաշտոցը եկեղեցին։ Դե տեսեք, ընդհանուր առմամբ կուսակցությունները փորձում են իրենց զինանշանի, չգիտեմ, կուսակցական դրոշի վրա պատկերել ազգային խորհրդանիշներ։ Եվ այդ ազգային խորհրդանիշները որևէ մեկի սեփականությունը չի, դա ընդհանուր ամբողջ հայության, այսպես ասած, վերաբերվող խորհրդանիշներ են։ Եվ փորձում են դրանով ինչ-որ ուղերձներ հղել, եթե նման բաներ են պատկերել, խորհրդանիշներ, ես մենակ ուրախ եմ, թող պատկերեն, իրենց գործն է, ես չեմ ուսումնասիրել, հիմնվում եմ ձեր ասացի վրա, թող պատկերեն։ Իսկ միավորման առումով մենք միշտ բաց ենք եղել այդ միավորումների, բայց սկզբունքային, այսինքն այդ միավորումները չպետք է լինի զուտ քանակային առումով առանց նպատակի, սկզբունքի, գաղափարի, եթե երիտասարդները ուզենան հետաքրքրվեն, կարող են այցելել մեր գրասենյակ, ծանոթանան մեր երիտասարդների հետ, Ունեք երիտասարդներ։ Իհարկե, հասկանան ընդհանուր ինչ է նշանակում ազգային գաղափարախոսությունը, Այս ազգայինից խոսեցիք, մի բան հիշեցի։ Ազգային ժողովրդավարական բևեռ։ Ազգայինը հասկանալի է, բայց ժողովրդավարական է։ Իրար հետ չեն բռնում մի տեսակ։ Բռնում են Օրինակ ժողովրդավարական հասարակության մեջ հիմնականում եվրոպական երկրներ ունեն ժողովրդավարական հասարակություն, այդքան ընդգծված չէ ազգային գաղափարախոսությունն, այդքան չեն կենտրոնանում այդ ձեր նշած ազգային ավանդական տրադիցիոն բաների վրա։ Ինչով պետք է օրինակ 22 տարեկան IT-շնիկ երիտասարդը հետաքրքրված լինի այն ազգային գաղափարախոսությամբ, որը դուք եք առաջարկում։ Ինչու պետք է հետաքրքրված լինի կամ եվրոպական, ես մի քիչ չէի համաձայնվի ձեր պնդման հետ, որ եվրոպական երկրներում այդքան էլ ազգայինը շեշտված չի, ես ասեմ, որ ներկա այդ ժողովրդավարության բացարձակությունը, ինքը ժողովրդավարությունը ինքը մի քիչ հարաբերական հասկացողություն է, նախ ստեղից սկսեմ, որ մենք մի ժողովրդավար ենք ձեր կարծիքով։ Ոչ այնքան, ինչքան որ մենք պատկերացնում ենք դա։ Որովհետև շատ հաճախ լսում ենք, որ ասում են Հայաստանը դառնում է դիկտատուրա եւ այլն եւ այլն։ Ձեր կարծիքով սա ինչ է։ Սա թելադրում են մեզ ինչ որ տեղերից, սա արդեն իրականություն է, որ մենք դիկտատուրա ենք դառնում։ Տեսեք, դիկտատուրան այն որ մի հատ գլխավոր ձյաձյա է վերևում նստած ու տակը արդեն ինչ թելադրում անում են։ Դիկտատորը, էլի։ Դիկտատոր ֆիլմն էլ կա, չէ՞։ Ահա։ Լավ կինո կնայեք։ Մենք հիմնականում այո, հա, նմանվում ենք այդ ֆիլմին բնորոշ կառավարման մոդելի, սակայն տեսեք, ժողովրդավարությունը ինքը լայն հասկացողություն է, նաև մեծ մանիպուլյացիայի պարարտ հող է ստեղծում ժողովրդավարություն ասվածը, ու ինձ ձեր մատնանշած Եվրոպան այսօր նաև տուժվում է այդ իր հռչակած ժողովրդավարական արժեքներից, իրենց տեսեք մուսուլմանական երկրներից միգրանտների մեծ հոսքերը արդեն իրենց ազգային դեմոգրաֆիկ պատկերը սկսում են փոխել։ Այդ վտանգների մասին ես չեմ բայց իրականում պարոն Կարապետյան ժողովրդավարությունը Գերմանիայում, Ֆրանսիայում քաղաքական կուսակցությունները, որոնք իրենց ներսում ներքաղաքական պայքարների մեջ են, իրենք դա բարձրաձայնում են, ավելի ուժեղ շեշտադրումներ են անում, դա վտանգ են համարում իրենց պետության հետագա, որտեվ այդ
մուսուլմանական երկրներից դեմ եք մուսուլմաններին։ Չէ, ոչ թե դեմ եմ, տեսեք, այդտեղ նաև ազգայինին էլ ասեմ, ուղղակի կրճատ եղավ այն ժողովրդավարությունը, լիարժեք չասեցի։ Էսի կտրտելու ենք ռիլ սարքենք, որ երկար եք պատասխանում, ազգայնական կամ ազգայնամոլությունը դրանք տարբեր հասկացողություններ են։ Ազգային չի նշանակում մերժել բոլոր ժողովուրդներին, կրոնական ինչ որ կրոնական փոխհամոզություն։ Պետք չի այդ բնորոշումը տալ։ Ազգայնական ու ազգայնամոլի տարբերությունը այստեղ մեծ է, որ ազգայնականը ընդունում է բոլորին, բայց նախընտրում է իրենը։ Իսկ ազգայնամոլը ինքը իր գերակայությունն է համարում մնացած ազգերի, մնացած մարդկային ռասաների նկատմամբ եւ խիստ խտրականության է տանում իր գերակայությունը կամ կարևորությունը կամ յուրահատկությունը սենց տարածելով, պրոյեկտելով մնացածի վրա։ Ազգայինը ինքը չի խանգարում ժողովրդավարությանը։ Եթե նայենք ժողովրդավարությանը, դա իրավունքների երկիր ունենալն է, այսինքն երբ գերիշխում է պետության մեջ իրավունքները, ոչ թե օրենքները։ Եթե գնանք խիստ օրենքներին, այսօր օրենքով երկիրը դա Հյուսիսային Կորեան է, որ օրենքները հստակ աշխատում են։ Ընտրություններ կան, ընտրություններում մեկ թեկնածու է, պատկերացրեցիք, չէ՞։ Երազանքի երկիր։ Հա, երազանքի երկիր, այդպես մեկ թեկնածու Գևորգ Կարապետյանի երազանքի երկիրը դիկտատուրան է։ Անցնենք հաջորդ հարցին։ Այդ ֆիքսելը, բայց լավ է։ Դուք դաշնամուր եք նվագում։ Ես վերջերս մի հայտարարություն եմ տեսել, կարդամ ձեզ համար։ Եղբայրներ եւ քույրեր, ես եւ իմ ֆրանսիացի ընկեր երաժշտական խումբ ենք հավաքում։ Ես բառաբանշիկ եմ, իսկ ինքը երգում է։ Պետք է նաեւ դաշնակահար եւ գիտարիստ։ Ցանկացողները մոտենան կառավարական տուն 1։ Ես եթերից հետո ձեզ կփոխանցեմ։ Կմիանաք նվագախմբին։ Ոչ, որովհետեւ իմ դաշնամուր նվագելը եղել է սիրողական մակարդակի, ես դպրոցին զուգահեռ հաճախել եմ երաժշտական դպրոց, սովորել եմ դաշնամուրի բաժնում, բայց քանի որ համ աշխատանքային, համ կենցաղային, համ մասնագիտական տարբերություններից ելնելով ինքը բավականին մղվել է երկրորդ, երրորդական փուլ եւ բավականին այսպես ասած մեծ կարևորություն չի գտել իմ կենսակերպի մեջ։ Դրա համար մնացել է շատ քիչ սիրողական մակարդակի, որը որ պետք է աշխատես, զարգանաս, որը այս պահին իմ համ մասնագիտական, համ կենցաղային ապրելակերպի հետ չի համընկնում։ Հույսով եմ ինչ որ մի փուլում կարելի է վերադառնալ որպես հոբի եւ զարգացնել այդ ունակությունը։ Երբ ընտրվեք ուղիղ եթերներ կմտնեք դաշնամուր նվագելով։ Ուղիղ եթերներ ընդհանրապես այդպես չեմ սիրել մտնել, չունեմ էլ այդպես շատ մտած, ուղղակի այս նախընտրական փուլում փորձում ենք նաև տեղեկատվական այդ գործիքը օգտագործել։ Կարող եք նվագել, լավ է աշխատում։ Միգուցե, որովհետև այնքան են անլրջացրել ներկա քաղաքական պայքարը, որ գաղափարների հակամարտությունից անցել ենք կարճ ցնցումներ առաջացնող կամ ծիծաղ առաջացնող կարճ ռիլային տարբերակներին, որը որ, չգիտեմ, իմ համար ընդունելի չի, դե խոսքով։ Իսկ ինչպես եք վերաբերվում կապիտուլյացիա բառին, կամ վեթինգ, կամ ինդուլգենցիա։ Բառերի կեսը չհասկացա, մի երկու բառ դուք ավելացրեք։ Դե կապիտուլյացիան պատերազմից ավելի վատ բանն է։ Իսկ օկուպացիա։ Ինչպես։ Օկուպացիա։ Այն որ հիշում եմ մեր պաշտոնյաներից մեկը ասել էր, որ ինքնաթիռում մտնում ես զուգարան, զբաղեցնում ես, գրում է occupate, այդ ինչ կապ ունի։ Չեմ կարող դա բացատրել, սակայն օկուպացիան ինչ որ իրավունքի խախտումով, բայց երևի մենք այդ բառերը չօգտագործենք։ Ուժով իրավունքը խախտելով տարածքի վերահսկողության տակ վերցնելն է։ Իսկ երբ ասում ենք հայկական արժեքներ, դա ինչով է տարբերվում վրացական արժեքներից։ Վրացիները ունեն իրենց ինքնությունը, իրենց պատմությունը։ Ավելի կարևոր չէ համամարտկային արժեքներ ունենալ։ Տեսեք, մարդիկ էլ, անձերն էլ ունեն իրենց արժեքները, հա, ազնվությունը, բարությունը, ինչ որ
կամ արդարությունը, արդարամտությունը իրենց ներսում եւ ընդհանուր ազգին միավորում է արդեն ազգային արժեքները։ Հիմա ձեր համար մեր հայ առաքելական եկեղեցին արժեք է թե արժեք չի, որպես ազգային ինստիտուտ։ Իսկ աթեիստ երիտասարդները ո՞նց նայեն դրան։ Աթեիստ երիտասարդները այն, այսպես ասեմ, իրանք այդքան մեծ քանակ չեն մեր ազգի մեջ եւ մենք էլ պիտի հարգենք նաեւ իրենց զգացմունքները, այդ առումով իրենք էլ տեղ ունեն, իրենց կարծիքը, իրենց պատկերացումները ունենալու, դա ոչ ոք չի արգելում։ Իսկ ձեր կարծիքով եվրոպական արժեքները հակասում են հայկական արժեքներին, որովհետև երբ մենք Եվրոպան ենք ընդունում Հայաստանի մոտ եւ Հայաստանն ենք ընդունում դեպի Եվրոպա, մենք ընդունում ենք ազատական, ավելի ազատական, քան հայկական կամ ձեր նշած քրիստոնեական արժեքներն են։ Իրանք իրար հետ բռնում են։ Տեսեք, մենք ունենք մեր արժեքը, ազգային արժեքները, եվրոպական, մենք նախ պիտի հասկանանք ինչ է նշանակում նախ Եվրոպա, Եվրոպան ինչ է, որպես աշխարհամաս դիտարկել, թե Եվրոմիությունը որպես, չէ, ընդհանուր մշակույթ, Եվրոպա այդպիսի հասկացողություն չկա, դա ռուսական ձևակերպում է մեծամասամբ եվրոպական մշակույթ։ Հա, դա այդպիսի ձև է, որտեվ կա առանձին ֆրանսիական մշակույթը, գերմանական մշակույթը, անգլիական մշակույթը, իրենց պատմությունը, իրենց հակամարտությունները, իրենց արժեքները ընդհանուր վերցրած, այսինքն քաղաքակրթական աշխարհ գոյություն ունի Եվրոպայում, որ իրարից բավականին տարբեր է։ Այսինքն երբ երիտասարդներին իտալացիների հետ ես շփումներ ունեցել եմ շատ երկար ժամանակ եւ ես դες ասեմ, որ իրենց մենթալիտետով, իրենց ամեն ինչով Սենց էին անում, չէ՞ բոլորը։ Մեզ շատ նման են, կարելի ասել, եթե սովորական մակարդակի տակ նայենք, սովորական քաղաքացիներին, ճիշտ է, որ իտալացիները մենակ լեզվական տարբերությամբ ենք շատ դեպքերում տարբերվում, սովորական առանց վերադառնալու ազգային պատկանելությանը, արմատներին եւ այլ եւ այլ։ Մեր մենթալիտետի նմանություն կա։ Իսկ ճիշտ է, որ իտալացիները պիցայակեր են։ Իրենց այդ ուտեստների մեջ իրենք հենց պիցան հենց իրենց ազգային ուտեստներից մեկն է դարձել, չնայած ասեմ, որ խաշն էլ ունեն իրենք։ Իտալական խաշ։ Իսկ քելեխ ունեն։ Չգիտեմ, խաշը գիտեմ, որ ունեն։ Բայց քանի խոսում ենք եվրոպական արժեքներ։ Եվ վեճ եղել է իմ եւ իտալացի երիտասարդների հետ։ Հա, խաշը ումն է եւ այդ նույն պատմությունից էր գալիս, թե խորովածն արդեն ումն է եւ եկանք մի եզրակացության, որ խորովածը եւս ոնց որ միջազգային չէ, արժեք չի։ Միջազգային, այսինքն ինքը շատ հին ուտեստ է, որը որ ազգային պատկանելություն չունի այդ ուտեստի հիմքում։ Այսինքն պետք չէ վերցնել, ասես սա մեր ազգային խոհանոցի բաղադրիչն է։ Միգուցե պատրաստման եղանակը, հա։ Քանի որ խոսեցինք եվրոպական արժեքներից ու դուք առանձին երկրներ թվարկեցիք, ու ասեցիք դա ռուսական նարատիվ է, ռուսական խոսք է։ Իրենք ռուսները միշտ սիրում են ասել կոլեկտիվնի զապադ, բայց այդ չճանաչելով կոլեկտիվ արևմուտք։ Հա, կոլեկտիվ արևմուտք է, էլի իրենք այդպես են պատկերացնում, բոլորին մեկ զամբյուղի մեջ դնելով, բայց դա շատ սխալ ձևակերպում է, ես ասեմ, որ արևմուտքում էլ կան տարբեր մտադրություններ, տարբեր վերաբերմունքներ, կարծիքներ, նույն մեր նկատմամբ, այսինքն կա նաև լավ վերաբերմունք, կա չեզոք, կա վատ վերաբերմունք, մենք բոլորն էլ տեսել ենք, կարամ հաթաթ ասեմ, որից ինչքան ենք տեսել։ Ավելի լավ է, կարող եք ասել, որ երկրներն են մեր բարեկամները։ Երկրների բարեկամություն չկա, կա ժողովուրդների բարեկամություն։ Իսկ որպես պետություն չկա մեզ բարեկամ։ Բարեկամ պետություն ինքը սխալ հասկացողություն է։ Օրինակ Զանզիբար, Բուրկինա Ֆասո։ Ահա, տեսեք, բարեկամ պետությունը Ավստրալիա։ Միգուցե երիտասարդների համար Կամբոջա։ Հիմա Կամբոջան ինչով է մեզ բարեկամ կամ թշնամի։ Ես հարցնում եմ ձեզ։ Շահերով ճիշտ է պետքա լինի։ Երևի։ Երբ որ շահերի համընկնում է լինում կամ ազատ վիզայի ռեժիմ է լինում, ժողովուրդները սկսում են շփվել, ընդհանուր եզրեր գտնել, կրթվել միգուցե բուհերում, ունենալ ոնց որ փորձի փոխանակում մասնագիտական եւ փաստացի այդ
արմատական մոտեցումներ չունեն միմյանց նկատմամբ, այսինքն մեկը մյուսի մշակույթը չի ոչնչացնում, այլ մեկը մյուսի մշակույթը հակառակ հարգում է եւ դրանով է հետաքրքիր դիմացինը։ Այդ դեպքում նաեւ կա ժողովուրդների բարեկամություն։ Իսկ պետությունների մեջ ես երիտասարդներին փոխանցեմ, պետությունները դրանք սառը մեխանիզմներ են, չունեն զգացմունք եւ առաջնորդվում են մենակ շահերով։ Տեսեք, Փաստորեն, եթե Լիլիթի նկատմամբ սառն է, դա ուղղակի որ ինքը պետություն է։ Եթե Լիլիթը քո նկատմամբ սառն է, նշանակում է դու ինչ որ բանով դուր չես եկել Լիլիթին եւ աղջիկների սառնությունը հիմնականում դրանով է պայմանավորված կամ մարտահրավեր է, որպեսզի առավել ակտիվ քայլեր տեսնի ձեր կողմից։ Որտեւ միանգամից տակ լինելը ձեզ պիտի այլ բան ուշեր։ Դուք ծառայել եք։ Իհարկե։ Ես 2 տարի ծառայել եմ ու անդադ այդ փնտրտուքների մեջ եմ եղել։ Իսկ դուք պլացի բանալին գտել եք։ Նաև փոխանցել եմ։ Այդ հին ծառայողների հումորային ձևակերպումներն էր։ Պլացի բանալին։ Պաչիվի վաքսը, հա։ Մեր ժամանակ բան կար բանի վրա գիծել էր կոչվում, չգիտեմ ոնց է զինվորական վերարկուի հա վրա սպիտակ վարտիք էինք կարում ահա եւ դրանը պատշիվ էր հա նորակոչիկների մոտ դրա այսինքն պատշիվ ու վաքսը որը որ սևացնում էր կոշիկները, իրանց մոտ տենց կոգնիտիվ դիսոնանս էր առաջացնում, ինչպես պլացի բանալիները։ Իդեպ ասեմ, ես 14 տարեկանից այդ զինվորական համազգեստի մեջ եմ եղել, Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանն եմ սովորել, ավարտել, խոսքով։ Նոր ալիքի շատ հետևորդներ պետք է այս տարի զորակոչվեն ինչ որ բան խորհուրդ տվեք որպես երիտասարդ նորակոչիկներին։ Մեծ պատիվ է զորակոչվել հայկական բանակ ու ծառայել, որովհետև ձեր կյանքում եկել է մի փուլ, որ ինքնուրույն դրսևորվելու եւ դա եւս ձեր կյանքի շատ կարեւորագույն հատվածն է, որից դուք շատ բան պետք է սովորեք, պարտադիր կսովորեք հաստատ։ Իսկ դատվածություն ունեք։ Ոչ։ Էլ ինչ բևեռական որ դատվածություն չունեք։ Դե պարտադիր պայման չի որ բևեռականները բոլորը դատվածություն ունենան։ Բայց մեծամասնությունը իհարկե, մեծամասնությունը հենց այդ պայքարի արդյունքում, այսինքն կեղծ մեղադրանքների արդյունքում։ Օրինակ մեր Գևորգ Սաֆարյանը ինքը 2008 թվականից սկսած համակարգի դեմ պայքարում եւ ձերբակալվել է, եւ բանտարկվել է, եւ դատապարտյալ է եղել, բայց չի կոտրվել, չի հանձնվել։ Իդեպ ասեմ, ինքը շատ լավ օրինակ է հենց երիտասարդների համար, որ հենց 22-23 տարեկան հասակից մտել է քաղաքական կոշտ պայքարի մեջ ու մինչև այսօր ինքը իր սկզբունքներին չի դավաճանել։ Չեն կարողացել գնել Գևորգը որպես ավելի վաղ հասակից քաղաքական պայքարի մեջ մտած, իրեն չի գայթակղել այդ այսպես ասած նյութական արժեքները, որ ինքը ասի դե լավ բոլորն էլ նույնն են, չէ, ինքը ունեցել է համոզմունք, սկզբունք ու մինչև այսօր իր պայքարը տանում է։ Ես ավելի ուշ եմ մտել քաղաքական դաշտ, հենց ձեզանից երիտասարդներից մեկն եմ եղել, ով պատկերացրել է, որ իրոք քաղաքականությունը անիմաստ բան է, բոլորը նույնն են, մեկը ժողովրդի մասին մտածող չկա, բայց եկավ մի փուլ, որ հասկացա, որ հենց քաղաքականությունն է թելադրելու այդ երիտասարդներին իրենք ոնց ապրեն, ինչ անեն, ինչքան ապրեն իդեպ։ Քաղաքականությունն է որոշում ձեր ապագան։ Անպայման մասնակցեք ընտրությունների, եղեք պատասխանատու քաղաքացի։ Իդեպ ասեմ, սիրելի երիտասարդներ, ձեր ապագան չպիտի որոշեն նրանք, ովքեր ձախողել են եւ ձեր անցյալը, եւ ձեր ներկան։
Բևերը առաջարկում է նոր անվտանգության ռեալ ծրագիր։ Ինչ անենք, մնանք տանը փրկենք կյանքեր։ Այդ COVID-ի ժամանակվա ինչ որ բան էր մնալ տանը։ Ես վերադառնամ անվտանգային նոր համակարգին, բայց երիտասարդներին հետաքրքրի։ Լավ, ուրեմն եկեք անցնենք։ Ասում են բանակ չունեն, հա։ Ասում են ազգ բանակ, դուք էլ եք առաջարկում, բայց ազգ բանակը ՈՄԱ-ի կամ ՀՀԿ-ի ծրագիրը չէր։ Չէ։ Ազգ բանակը առաջինը առաջարկել է հենց Վարուժան Ավետիսյանը Ժիրայր Սեֆիլյանի հետ։ Մեր պատկերացրած ազգ բանակը այդպիսին չէր, ինչպիսին հանրապետականները դա ձևակերպեցին։ Սա ես էլի առիթ ունեցել եմ ասելու, սա շատ հեշտ է այս թվային դարում ապացուցել, ով է առաջինը ասել եւ ով այդ աշխատությունը ունի։ Նախ ազգ բանակը ինքը մենակ բառ չի, մենակ արտահայտություն չի, ազգ բանակ ու վերջացավ։ Ազգ բանակը այդ շատ ծավալուն գրված կառավարման համակարգ է ազգ բանակը։ Իսկ ավելի ակտուալ չէր լինի առաջարկել օրինակ ազգ խաղաղություն։ Խաղաղությունը ինքը անվտանգության հետևանքն է, ոչ թե դրա փոխարինողը։ Հենց այնց խաղաղություն չեն բերի տան, այսինքն դա ինչ որ բանի հետևանք պետք է լինի։ Իսկ նմանություն չեք տեսնում ազգային ժողովրդավարական բևեռի ու Իրանի հեղափոխական կորպուսի միջև։ Ոչ։ Մենք քաղաքակիրթ աշխարհի հետ իդեպ ասեմ, միակ ուժն ենք, որ քաղաքակիրթ աշխարհի հետ ռեալ համագործակցության մեջ է, որտեղ մենք լոբիստական աշխատանքներ ենք վարում եւ Վաշինգտոնում, եւ Բրյուսելում, եւ Մեծ Բրիտանիայում, Լոնդոնում։ Այդ բոլոր երկրներում եղել եք։ Ոչ։ Ափսոս։ Փոքր մհերը ինչու է այդքան նեղացկոտ։ Եվ մի օր արթնանալու է։ Դուրս է գալու ժայռից։ Այդ քարանձավից ինքը դուրս է գալու։ Որ ընտրվեք, առաջինը փոքր մհերին կազատեք քարանձավից, թե ձեր քաղաքական հենց մեր ընտրվելը նշանակում է փոքր մհերը արդեն ժայռից դուրս է եկել։ Բայց ցորենը ոնց որ ընկույզի չափ չէ։ Կտեսնեք, որ ցորենը ընկույզի չափը ինքը փոխաբերությունն է հենց։ Հա, Գևորգ Կարապետյանը առաջարկում է գյուղատնտեսության մեջ հեղափոխական ծրագիր ցորենը ընկույզի չափ։ Հա, իմ ոչ հանրային դեմք լինելը եւ մեր երիտասարդների ոչ այնքան հանրային դեմք լինելը հենց այդ ցորենը ընկույզի չափ լինելու ամենավառ օրինակն է։ Քանի նետ է անհրաժեշտ ձեր քաղաքական օպոնենտներին չեզոքացնելու համար։ Մենք չենք պատրաստվում մեր քաղաքական օպոնենտներին չեզոքացնել կամ նման ծրագիր, նման մտադրություն չունենք։ Բոլորը մեր ազգակիցներն են, բոլորը մեր հարազատներն են, մեծամասամբ մոլորված պատկերացումներ ունեն մեր երկրի, մեր ապագայի նկատմամբ։ Միևնույն է, ինչ որ պահի գալու են հանգեն մեր գաղափարներին, որովհետև մեր փրկության բանալին մենք այս երկար տարիներ, մոտավորապես 20 տարի այս քաղաքական ուժը պայքարելով առաջարկում է մի բան, որը որ ինքը գտել է, որ հենց դա է բանաձևը մնալու որպես պետություն, որպես ազգ։ Գիտեք այն տրենդը ինքը 10-ից 10 է, բայց Չէ, չգիտեմ։ Տրենդ Գևորգ Կարապետյանի հետ։ Ուրեմն մի հատ հետաքրքիր տրենդ կա երիտասարդների շրջանում, ինքը 10-ից 10 է, բայց ու ինչ որ հատկանիշ են ասում, ու հյուրը ասում է, ինքը 10-ից 10 է, թե 10-ից քանիս։ Գնահատական, այսինքն։ Հա, օրինակի համար կարող ենք մի հատ օրինակ խաղալ, ինքը 10-ից 10 է, բայց մազերը կարմիր են։ Ինքը 10-ից 10 է, ու դուք ասում եք, ըստ ձեր ճաշակի, ինքը 10-ից 5 է։ Օրինակ։ Փորձենք։ Ինքը 10-ից 10 է, բայց ծխում է։ Ես էլ եմ երբեմն ծխում։ Ինքը 10-ից 10 է։ Չէ։ Մենք չենք խրախուսում ծխելը վատ է։ Ծխելը վնասակար է, մի ծխեք եւ 10-ից 1 է, այսպես ասած, եթե 10-ից 1։ 10-ից 1 է։ Ինքը 10-ից 10 է, բայց եթե ծխում է, ծխելը 10-ից 1 է։ Այո։ Ինքը 10-ից 10 է, բայց քրիստոնյա չէ։ Ինքը 10-ից 10 է։ Իր ընտրությունն է։ Ինքը 10-ից 10 է, բայց ամուսնացած է։ Ողջունելի է։ Բայց 10-ից 10 է։
Որ առումով, ամուսնության առումով։ Ես էլ եմ ամուսնացած։ Ինքը 10-ից 10 է, բայց կատու է պահում։ Բարի մարդ է, ուրեմն կենդանիների հանդեպ ունի հատուկ վերաբերմունք, խնամքի վերաբերմունք։ Ինքը 10-ից 10 է, բայց ատում է մարզասրահը։ Ալարկոտ է կամ Ինքը 10-ից ալարկոտ է։ Ատելությունը արդեն իջեցնում է իր այդ բալերը։ Դուք գնում եք մարզասրահ։ Գնացել եմ, հիմա առողջական որոշակի վիճակից ելնելով չեմ այցելում, մինչև ապակինվել ես։ Ինքը 10-ից 10 է, բայց ուտելիք չի սարքում։ Էլի մարզասրահ ատելուն մոտ է, բայց այնտեղ ատելություն կա, այստեղ երևի պատրաստին համտեսելու պահն է։ Ինքը 10-ից 10 է, բայց մամայի հետ է ապրում, ինքը 10-ից 10 է։ Տեսեք, մամայի հետ ապրելը Պարոն Կարապետյան, գնահատեք։ Նախ մեր մենտալիտետի մեջ եկեք, այդ երկու ուղղություն կա, առանց դրա ճակերտները բացելու մենք չենք կարող խոսանք դրա մասին, որտեղ մենք դրանով փչացնելու ենք երիտասարդության մտածողությունը։ Ինքը 10-ից 10 է, թե չէ։ Չէ։ Ինքը 10-ից 10 չէ։ Մի ապրեք մամայի հետ։ Չէ, Կարապետյանը կոչանում չապրել մամայի հետ։ ապրեք, հենց մեր մենտալիտետի մեջ է մտնում, որ մենք մեր ծնողներին հարգող ենք, մեծերի հանդեպ ունենք վերաբերում, բա ով որ ասում եմ Հիմա մաման էս հաղորդումը կնայի ու կասի տես Գևորգ Կարապետյանն էլ է ասում, որ պետք է մամայի հետ ապրել։ Ես ուզում եմ առանձին ապրել։ Դե ես նախ ուշ նոր աշխարհ է, պետք է առանձնանալ, անհատի ազատություն, բան։ Դա ողջունելի է եւ դա կարելի է բնորոշել, որ ծնողները որոշակի հասակից հետո սկսում են չմիջամտել իրենց անձնական կյանքին, դա ուրիշ երևույթ է։ Բայց հետը ապրելը միանգամից բալով մատնանշելը մեր ազգին էլ այդպես սազական չէ, որտեղ մեր մոտ ավանդույթ է ձևավորված, որ բա մեր ծնողներին ով պիտի խնամի։ Ինքը 10-ից 10 է, բայց բարձրագույն կրթություն չունի։ Մամա, ո՞նց է այս հարցը գրել։ Ինքը 10-ից 10 է։ Կապ չունի, կարևոր մարդու արժեքային համակարգն է։ Տես որ բարձրագույն կրթությունը Չէ, բայց մենք եկեք խրախուսենք բարձրագույն կրթությունը։ Ես լիքը բարձրագույն կրթությամբ մարդիկ գիտեմ, որ ոնց որ իրանց նվեր են տվել այդ կամ գտել են փողոցում այդ դիպլոմը։ Ինքը 10-ից 10 է, բայց չի սիրում արշավներ գնալ, ինքը 10-ից 10 է։ Իր ընտրությունն է, չէ, 10-ից 10 չի։ Բա ինչ կգնահատեիք 10-ից 6, 10-ից 6 թող լինի։ 10-ից 6։ 5-ից մի քիչ ակեսից մի քիչ շատ։ Ինքը 10-ից 10 է, բայց չգիտի 6-7-ը ինչ է։ 6-7 չեք տեսել։ Ինքը 10-ից 10 է, բայց առավոտը Կարեն է, գիշերը Կարը չկա, կիրակի օրերին էլ Ձյաձ Վալոդ։ Իմ համար օտար ձևակերպումներ են, փորձեմ չպատասխանել դրանց։ Ինքը 10-ից 10 է, բայց Սասնա ծռերից սիրած հերոսը Իսմիր Խաթունն է։ Իր ընտրությունն է։ Ինքը 10-ից 10 է, բայց ասենք թե բնակարանում 7 երեխա անմեղ քնած։ Ես հասկացա, լավ քաղաքական հումոր է։ Ես էլ եմ նման քաղաքական հումորներ շատ արել։ Մենք բոլոր հյուրերին տալիս ենք զանգի հնարավորություն երիտասարդի, որպեսզի նա 1 րոպեի ընթացքում համոզի իրեն ընտրել բևեռին։ Հիմա մենք ձեզ հնարավորություն ենք տալիս զանգել երիտասարդի ու 1 րոպեի ընթացքում թե իրան, թե նորալիքի երիտասարդներին բացատրել, փորձել համոզել, որպեսզի ձեզ ընտրի։ Սկսում ենք։ Այսինքն ես պիտի փորձեմ համոզել։ Այո, ինքը չկողնորոշված ընտրող է։ Ալո։ Անի ջան, ողջույն, դու հիմա արենայում ես, բարձրախոսի վրա։ Արենայում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովրդավարական բևեռի պատգամավորի տեխնացու Գևորգ Կարապետյանի եւ պարոն Կարապետյանը քեզ 1 րոպեի ընթացքում պետք է համոզի, որպեսզի դու ընտրես բևեռին։ Կարող ես հարցեր տալ, կարող ես լսել եւ քո դիրքորոշումը հայտնել։ Փոխանցում եմ հեռախոսը իրեն, խնդրեմ։ Այո, լսում եմ։ Անի ջան, նախ բարև ձեզ, Գևորգն է խոսում։
Ես ազգային ժողովրդավարական բևեռի պատգամավորության տեխնացու եմ, առաջի համարը, նախ ուզում եմ ասել, որ չեմ փորձելու համոզել ձեզ, որ դուք ընտրություն կատարեք, ընտրությունը ձեր քաղաքացիական ազատ կամ արտահայտման միջոցն է միակ, դուք ազատ եք ձեր ընտրությունները, ոնց որ ձեր մտքում ձևակերպեք, գնաք ընտրատեղամաս եւ կատարեք ընտրություն։ Սակայն պետք է հաշվի առնեք, որ դաշտում գոյություն ունեն տարբեր սպոյլեր ուժեր, առանց կենսագրության, դատարկ ուժեր եւ կա ուժ, որը որ անցել է շատ դժվարին բանտերով, ծեծ ու ջարդով եւ շատ ծանր գին է վճարել, մինչեւ հասել է այս ընտրությունները եւ ազգային դաշտում է իրեն դրսևորել եւ չի վաճառվել, չի վախեցել, միշտ մեր ոնց որ մեր խնդիրները միշտ բարձրաձայնել է առանց կաշկանդվելու, ոչ մի աշխարհաքաղաքական բևեռի կողմից ինքը չի ղեկավարվել, մի խոսքով օլիգարխիայի կողմից ինքը չի ֆինանսավորվել, բայց մեծ ռեսուրսներ էլ չունի, մեծ որ ներկայանա մեր ժողովրդին, որովհետև մեր ժողովուրդը ավելի շատ մեր մասին լսում է, քան հենց ուղիղ մեզ, այսինքն մեր մասին ասածն է ավելի շատ լսում, քան հենց ուղիղ մեզ։ Այնպես որ դու ինքդ մասին դեռևս չէի լսել։ Հա, չէիք լսել, տեսեք, նախախորհրդարանից, կարելի ասել Սարդարապատ շարժումից սկսած մինչև Սասնա ծռեր, հետո ազգային ժողովրդավարական բևեռ, հիմա եկել հասել է մեզ, մենք որպես բևեռի երիտասարդ խումբ, մենք ենք ներկայացնում առաջի 10 համարը, մի խոսքով այնպես որ չենք համոզում, մենք երբեք ոչ ականջա հաճո հաճելի խոստումներ չենք տվել։ Ռեալ առաջարկում ենք, որ ինչպես էլ ձևավորվի այս ազգային ժողովը, անպայման ազգային ներկայություն պետք է լինի։ Մնացածը ձեր հայեցողությունն է։ Ուսումնասիրեմ ամեն դեպքում։ Շնորհակալություն Անի, քեզ լավոր արենան կնայես անպայման։ Շնորհակալություն ձեզ նույնպես, որ եւ լավ նկարահանումներ։ Հաջողություն։ Պետք է նորալիքի հետևորդներին հիշեցնեմ, որ ձեր գրած մեկնաբանությունները կարող են այստեղ որպես հարց հնչել, կարող եք ակտիվ լինել մեկնաբանություններում, լայքել մեզ, որպեսզի մենք մոտիվացված լինենք շարունակել այս պրոյեկտը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ինչպես կասեր յուրաքանչյուր ազգասեր, հայասեր, նվիրված հայ երախտագիտությունը հայտնելու համար, մերսի։ Արենայում հյուրընկալել էինք ազգային ժողովրդավարական բևեռի պատգամավորի տեխնացու Գևորգ Կարապետյանին։ Շատ շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Իմ համար միշտ տարօրինակ հարցեր։ Եթե մենք այդ սիմվոլիկաներից, այդ առասպելներից, այդ ինքնությունից ամեն ինչը եթե մենք անլրջացնում ենք, այդ դեպքում մենք ով ենք դառնում։ Ով ենք մենք ինչ ենք։